Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Երևան հեռուստաընկերության ուղիղ եթերում այս բայց սկսած իր աշխատանքն է սկսում օրը ցերեկով ծրագիրը։ Օրը երկուշաբթի է եւ մենք արդեն ոչ միայն զինված ենք դրական լիցքերով, այլ նաեւ ինֆորմացիայով եւ հավատացած եղեք, որ ողջ շաբաթվա ընթացքում ձեզ սպասում է ինֆորմացիայով լի օրը ցերեկով ծրագրեր։ Եվ մեկը մյուսից բնականաբար խիստ տարբերվող եւ ինչպես միշտ յուրաքանչյուր ծրագիր բաղկացած է երկու բաժնից։ Բայց մինչ այդ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր գործընկերներին, որից հետո ես իրով ձեզ ծանոթացնելու եմ մի գեղեցկու հետ, որը որոշել է իր երգերի պրեմիերաները կազմակերպել մեր ծրագրի շրջանակներում։ Տվյալ պայն ես շնորհակալություն եմ հայտնում Elite Shant ընկերությանը, բյուրական մաքուր ջրին, շնորհակալ եմ Slicing Studio-ին, որը միշտ ապահովում է իմ գեղեցիկը կատարելության հասցնելով, գտնվում է Պարոնյան 14 հասցեում, հեռախոսահամար 502015։ Շնորհակալ եմ նաև մեր գործընկեր Bershka Stradivarius իսպանական ճանաչված բրենդային խանութին, որը գտնվում է Արցախի 1 հասցեում, Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ։ Ընդհանուր տեղեկությունների համար կարող եք զանգարել 45 27 23 հեռախոսահամարով։ Եվ վերջապես շնորհակալ եմ մեր ինֆորմացիոն հովանավոր hayer.com ինտերնետային կայքին, որը ոչ միայն ապահովում է ինֆորմացիայով, ֆոտոներով եւ բնականաբար լուրերով, այլ նաեւ ապահովում է ծրագրի ամբողջական տարբերակով։ Այսինքն եթերից հետո ընդամենը մի քանի ժամ հետո դուք ծրագրի ամբողջական տարբերակը կարող եք գտնել hayer.com ինտերնետային կայքում։ Այսքանից հետո անցնենք իմ շատ սիրելի բարի լուրին եւ այսպես։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի ծննդատներում մարտի 4-ին ծնվել է 32 երեխա, 16 տղա եւ 16 աղջիկ։ Այսօր մեզ մոտ հավասարություն է տիրում փաստորեն։ Շնորհավորանքներս փոքրիկներին, մայրիկներին, արազատներին եւ ամենակարևորը, եթե խոսում ենք փոքրիկներից, ժամանակն է ներկայացնել մի գեղեցկուհու, նորից փոքրիկ է, բայց եթե այսպիսի տեմպերով գնա, շատ շուտ արդեն ավելի շուտ գեղեցկանա եւ համոզված եմ կներխուժի մեր շոու բիզնես։ Եվ ինչու եմ հենց ուզում շոու բիզնես բառը արտահայտել, որովհետեւ շոու բիզնես երևի թե կունենանք հենց այսպիսի սերնդի օգնությամբ։ Մեզ մոտ տաղավարում մի գեղեցկու է, որի անունը Նինել է, Նինել Մխիթարյանն է մեզ մոտ, ես իրով շփվեմ նրա հետ։ 51-60-36 հեռախոսահամարով մեզ կարող եք զանգարել, նաև ձեր հարցերը հղել Նինելին, բարի օր գեղեցկուհի ջան։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ, շնորհակալություն։ Դու ինձ կարող ես հիշեցնել վերջին անգամ երբ ես եղել մեզ մոտ տաղավարում։ Մոտ Վերջին անգամ անցած տարի։ Հա, անցած տարի։ Մինչև նոր տարիներ։ Երևի թե։ Այո, հունիսի 1-ին էր։ Հունիսի 1-ին էր, լավ, շատ լավ, երեխաների օրվա կապակցությամբ տոնական ծրագրի։ Ես ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև բավականին արդեն հասկանում եմ, բարձրահասակ, հա, բոյովացել է, գեղեցկացել է, ավելի օրիորդի դիմագծեր է ձեռք բերել։ Այսօր Նինելը որպես անհատ է մեզ մոտ հանդես գալու եւ ես ավելի ուրախ եմ լինում, երբ որ հասկանում եմ, որ արդեն երեխաներն են իրենց աշխատանքները փորձում են հանրությանը ներկայացնել։ Նինելը այսօր մի քանի երևի երկու երգ կերքես, բայց մինչ այդ մի քիչ շփվենք իրար հետ։ Ինձ հիշեցրու Նինելը որ դպրոցում է սովորում։ Սովորում եմ Ճամբարակի համար 3-րդ միջնակարգ դպրոցում, 9-րդ դասարան եմ։ Հետո հաճախում եմ երաժշտական դպրոց, 5-րդ դասարան, Ետաշնամուրի բաժնում, նվագում եմ Բախի, Շոպենի, Բեթհովենի ստեղծագործությունները, լսում եմ դասական երաժշտություն եւ նվագում եմ։ Ապրիմ աղջիկը։ Հիմա ինձ մի հարց է տաքրքրում։ Ես գիտեմ, որ փոքրերը ընդհանրապես չեն սիրում չուր գործիքահողությամբ գնալ, միշտ մաման պապան են ստիպում։ Դաշնամուրի գնացել ես քո ժարկամքով, թե մաման է ամենաշատը խառնվել այս գործում, անկեղծ։ Մաման է շատ խառնում։ Իսկ հիմա Հիմա արդեն սովորել ես։ Սովորել եմ, այո։ Հա, այսինքն կան մարդիկ, ովքեր որ երեխաները կիսատ են թողում, դու կիսատ չես թողում։ Ոչ։ Լինում են օրինակ պահեր, որ զգում ես դաշնամուրը նվագելուց մուսատ գալիս է։ Կան երգեր, որ ասենք փորձում ես դու ինքդ գրել։ Երաժշտություն, դեռ ոչ։ Ինձ թվում է կարող ես։ Փորձիր, հա, մի անգամ։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ տվյալ պահին նաև մի կատարում վայելենք, ինչ ենք լսելու, ինչ կարող ենք լսել։ Սիրով կկատարեմ Դոսիդո երգս, որի երաժշտության հեղինակը Զարա Պետրոսյանն է, բառերի հեղինակ Կարինե Մելքոնյանը։ Շատ լավ, ես կխնդրեի, որպեսզի մեր հնչյունային ռեժիսորը մեզ շտապ հասցներ խոսափողը, որպեսզի ես փոխանցեմ մեր Նինելին եւ Նինել Մխիթարյանը մեզ մոտ ուղիղ եթերում արդեն կատարիր հերթական առաջին կատարումը վայելեք։
Մենք սպասում ենք երաժշտությանը, հարգարժան հնչյունային ռեժիսոր, որպեսզի Նինել Մխիթարյանը իրականացնի իր առաջին կատարումը։ Իսկ դուք փորձեք մեզ զանգարել 516036 հեռախոսահամարով, ես գիտեմ կլինեն նաև երգաներ, ովքեր որ կցանկանան Նինելին, ինչու՞ չէ, նաև երգեր նվիրել։ Իսկ մենք երևի թե արդեն կարող ենք վայելել կատարումը, խնդրեմ։ Շնորհակալ եմ, Նինել Մխիթարյանն է մեզ մոտ ուղիղ եթերում եւ տեղեկացնեմ, որ այսօր որոշելի իր երկու երգը, որը նոր են, պրեմիերաները կազմակերպել մեզ մոտ ուղիղ եթերում օրը ցերեկով ծրագրի շրջանակներում։ Ես կխնդրեմ, որպեսզի խոսափողդ ուղես, որովհետեւ ոնց որ թե այնպես է արել, որ մենք քեզ չենք կարող լսել եւ շարունակենք շփվել։ Ես գիտեմ, որ քո տարիքի աղջիկները արդեն ինչ որ չափով նաև գերվում են շրջապատից, այսինքն դպրոցը դե բնական է իր տեղն ունի, երաժշտական դպրոցն էլ իր կողմ ունի, բայց գիտեմ, որ շատ թիթիզ աղջիկներ որոշում են ընթացքում, բացի երաժշտական դպրոցից եւ սովորական միջնական դպրոցից անպայման հաճախել, չգիտեմ, այնտեղ բարի, արդեն գնում են մարզային այդպես դահլիճներ, մարզվում են, բացի այս ամենից Նինելը ուրիշ ինչով է զբաղվում։ Որովհետև երբ որ նայում եմ քո երգելուն, դու շատ սիրուն շարժվում ես։ Հաճախում եմ բարի Նոնա Բաբաջանյանի մոտ։ Ու մոտ? Նոնա Բաբաջանյանի։ Նոնա Բաբաջանյանի մոտ։ Ստիլ բարեխումն է դա։ Շատ լավ։ Ինձ մի բան էլ հիշեցրու։ Ես գիտեմ, որ քեզ հետ աշխատում են նաև կան երեխաներ, Մարիշոկն էր այնտեղ, չէ՞։ Ովքեր են ընկերներդ։ Մարիշոկը, Ռազմիկ եւ ընկերները, Վլադիմիր Արզումանյանը, Վահագը, Դավիթը։ Լավ, նորություններ ունեք, այսինքն նոր երեխաներ կան, որ ասենք դուք արդեն մեծացել եք, նրանք նոր եկել են, թե դեռ ոչ, շատ լավ։ Եվս մեկ հարց։ Ես գիտեմ, որ նաև այն աղջիկները կամ տղաներ, ովքեր որ այսպես մի քանի տարի երգում են, որոշում են ունենալ դուետ։ Նինել ունի դուետ։ Ոչ։ Իսկ ցանկանաս ունենալ։ Ասենք թե ավակ սերնդի ներկայացիչ հետ։ Ում հետ ես պատկերացնում քո դուետում հետ կարող է իրականանալ։
Մեծ կուզես, դու հենց հիմա ուղիղ եթերում ես, անուն տուր մենք կորոշենք։ Ո՞ւն է սիրած երգիչ, որ կցանկանաս հետը երգել։ Էրիկին եմ սիրում։ Էրիկի։ Էրիկը եթե մեզ լսում է, ուրեմն պատրաստվիր Էրիկ ջան։ Լավ, իսկ գեղեցիկ սերը ներկայացուցիչներից ում ես շատ հավանում։ Սիրուշոյին։ Սիրուշոյին։ Դու քրքիր ճաշակ ունի համենայն դեպս։ Լավ, եւս մեկ հարց։ Դու հետևում էիր համոզված եմ Նովոյ Վալնա։ Այո։ Մրցույթին։ Իսկ Եվրատեսելին։ Այո, Եվրատեսելին։ Պետք է մասնակցեմ, այսինքն փորձում ենք մասնակցել Նովոյ Վալնային նորալիք մրցույթին։ Լավ։ Տեսնենք ինչ կլինի։ Այսինքն արդեն պատրաստվում ես, քայլ ես անում։ Շատ լավ, հույսով եմ, եթե ինչ-որ անախորժություններ, որը պետք է բնական է, չեմ կարծում չլինեն, խոչընդոտներ այնտեղ իմ թիմը, քո թիմը երբևիցե չես հիասթափվի, որովհետև sense տենես դու լավն ես։ Իդեպ տեղեկացնեմ հարգելներս, որ մենք որոշել ենք ունենանք նաև բարեգործական համերգային ծրագիր, դե բնական է օրացերեկով ծրագրի շրջանակներում որոշել ենք նաև ընդգրկենք հաճախ երեխաների, որ պետք է մեզ հետ հաճախեն նաև մանկատներ։ Մենք հենց այս բայց նաև Նինելին ենք հրավիրում, որպեսզի մեր կողքի լինեն, համոզված եմ դու այնտեղ գեղեցիկ կատարումներ կիրականացնես, լավ։ Այո։ Շատ լավ։ Իսկ դրա բան ինչ կարող ենք լսել, Նինել ջան։ Կներկայացնեմ Լուսաբաց երգս։ Հեղինակը Խաչիկ Գեղոյանն է։ Հետո երաժշտությունն էլ խոսքն էլ։ Լուրջ ես ասում։ Գործիքավորում Գեղոյանի մասն է խոսքը։ Այո։ Լավ։ Գործիքավորում Վահան Նահապետյան։ Շատ լավ։ Դե ինչ միջև խոսափողը նա կպատրաստի անակնկալ Նինելի կողմից։ Փաստորեն ռեժիսոր Խաչիկ Գեղոյանի մուսան այնպես եկել, որ նա երգ իրականացրել գրել։ Խնդրեմ Նինելի կողմից վայելեք։ Ամենը փողասի հետ թողնի բարի երազանք կատարվի
Շնորհակալ եմ։ Նինել Մխիթարյանը մեզ մոտ ուղիղ եթերում, նա փորձեց 2 երգ իրականացնել, այն էլ բնական արդեն պարզ էր պրեմիերաներ, ես Նինելին պետք է մաղթեմ ամենակարևորը, որպեսզի երբևիցե չկորցնես քո մանկությունը, որովհետև հիմա շատ փոքրիկներ միանգամից մեծանում են ու չենք հասկանում, նա մանուկ էր, թե արդեն երիտասարդ աղջնակ է, հա։ Ուզում եմ, որպեսզի ձայնդ ասպար լինի եւ ոնց որ մաման պապան միշտ քո մասին պատմում են, տենց հիացած, երբեք չկոտրես նրանց սրտերը, լավ։ Եվ հույսով եմ նորության դեպքում նորից կլինես այստեղ, որտեղ դու ինձ համար արդեն հաճելի զրուցակից ես, լավ։ Շնորհակալ եմ քեզ։ Ես շատ շնորհակալ եմ հրավերքի համար, շատ հաճելի է զրուցել ձեզ։ Ապրես, շնորհակալ եմ։ Ես տվյալ պայն առաջարկում եմ ձեզ ընդհատվենք կառչաթև կոմերցիոն դադար։ Մեզ մոտ պետք է լինի, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ տվյալ պայից կտրուկ փոխանցում երկրորդ թեմային։ Գեհամ Գասպարյանի երկարատև բուժման և վիրահատման համար բացվել է հաշվեհամար 247 002 021 712 0000 Արդշին Ինվեստ բանկում։ Բարեգործները կարող են դրամական փոխանցում կատարել կամ զանգահարել 094 35 46 18 73 44 95։ Դե ինչ օրուցերեկով ծրագիրը շարունակում է աշխատանք ուղիղ եթերում, բարի լույս բոլոր նրանց, ովքեր որ հենց նոր են արթնացել, միացել են եւ հասկացել են դեռ ընթացքի մեջ է ծրագիրը։ 51 60 36 հեռախոսամարով մեզ կարող եք զանգարել։ Մենք միանգամից անցում ենք անում ծրագրի երկրորդ մաս եւ տվյալ պայն ասեմ, որ ծրագրի մոտակա հատվածը նվիրվում է մեր սպարապետին եւ արդեն համոզված եմ շատ-շատերը հասկացան ինչու եւ ինչ սկզբունքներով։ Ես առաջարկելու եմ ձեզ տվյալ պայն դիտենք տեսահոլովակը, որից հետո կներկայացնեմ իմ հյուրերին, որոնք ամենաանմիջական կապն են նաեւ թեմայի հետ, որից հետո արդեն կշարունակենք զրուցել։
Դե ինչ, օրացերեկով ծրագիրը շարունակում է աշխատանքը ուղիղ եթերում, բարի օր նրանց, ովքեր որ հենց նոր մեզ միացան։ Ծրագրի երկրորդ բաժինն ենք միանգամից անցում անում, ես ընդամենը 1-2 վայրկյանից կներկայացնեմ իմ հյուրերին եւ բնական է բարի գալուստ կմաղթեմ, ես շնորհակալ եմ, որ հենց այսօրով են որոշել ոչ միայն տեսահոլովակի պրեմիերան կազմակերպել, այլ նաեւ միասին հանդիպենք, զրուցենք, հետաքրքիր թեմաներ շոշափենք, բայց ամբողջությամբ ծրագիրը տվյալ պահի նվիրվում է մեր սպարապետին։ Ես չեմ վախենում, հենց այդպես էլ կարող եմ ասել իմ սպարապետին, եւ ես երկար սպասում եմ հենց այս օրվան։ Եվ իմ կարծիքով գրեթե արդեն պարզեմենք ունեցանք մեր պատերազմը, ունեցանք պատերազմ, որ ծնեց հերոսներ, որոնց արյան գնով այսօր ունենք հաղթանակ, ունենք խաղաղներ կա եւ ունենք բանակ կայուն, երիտասարդ, հզոր բանակ։ Եվ թերի կլիներ բանակի մասին պատմությունը բանակի ներկայացնել, եթե չներկայացնենք մի անհատի, չնայած նա ներկայացման կարիք չունի։ Ես երբևիցե չեմ խոսել նրա մասին անցյալով, չեմ էլ պատրաստվում խոսել, որովհետև նա չի մահացել։ Նա կմեռնի այն ժամանակ, երբ որ նրա մասին մենք առավել եւս մեր սերունդը չի հիշի։ Ուղիղ 53 տարի առաջ այսօր ծնվեց Վազգեն Սարգսյանը, մի անուն, որը անջնջելի է եւ լավ հետք ունի եւ այստեղ եւ այստեղ յուրաքանչյուրիս մոտ։ Ես ուզում եմ տվյալ պահին ասել, որ մենք ներկայացնելու ենք տեսահոլովակ եւ ես համոզված եղեք այդ տեսահոլովակը բազմիցս կցուցադրեմ հենց ցուցադրենք Երևան հեռուստաընկերության օրացերեկով ծրագրի շրջանակներում եւ իմ հյուրերն էլ կապ ունեն եւ շնորհակալ եմ, որ որոշել են հենց նաեւ մեզ բոլորիս այսպիսի հաճելի անակնկալ անել։ Այսպես մեզ մոտ տաղավարում կոնսերվատորիայի դասախոս ռեժիսոր, ասմունքող, լավ մարդ, առավել եւս լավ խոսք ունեցող, որ ես միշտ գողանում եմ նրա խոսքերը, երբ որ նա խոսում է, եւ դրականը բնականաբար Արսեն Ղազարյանն է մեզ մոտ տաղավարում, բարի օր Արսեն ջան։ Եվ իհարկե Նշան Հայրապետյանը, երգիչ եւ երգի հեղինակը, որը պատրաստվելու է նաեւ պատմել մեզ երգի մասին, բարի օր, բարի գալուստ ձեզ։ Բարոզես։ Իմ կարծիքով դուք էլ երևի թե ինձ հետ եթերից հետո որ դուրս գանք եթերից գնալու ենք Եռաբլուժ։ Պարտադիր։ Չեք եղել, չէ՞ դեռ։ Ես գիտեմ, որ տվյալ պահին նախարգանքներս երկրապահ մեր տղերքին, հանձինս գեներալ լեյտենանտ Եկմվարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, գիտեմ, որ տվյալ պահին նրանք Եռաբլուրում են եւ մի քիչ ցավով էին ապրում, որ այս պահերը չեն դիտելու եթերում, ասեմ, որ ընդամենը մի քանի ժամից ամբողջությամբ ծրագիրը կարող եք գտնել հայեր.com ինտերնետային կայքում եւ կհասկանաք, թե ինչ րոպեներ ենք մենք ունեցել տվյալ պահին։ Ինչ կապ ունի այս ամենի հետ, առավել եւս տեսահոլովակի հետ Արսեն Ղազարյանը։ Ինչ թիմի մասին է խոսքը, որովհետեւ բավականին հետաքրքիր աշխատանք է արված։ Նշանը ժպտում է միանգամից երևի բացեմ գաղտնիքը Նշան ջան։ Դենից հարցը։ Յանա ջան, մենք անկեղծ ասած կես կատակ, կես լուրջ մեր ընկերների հետ միասին, մեր ստեղծագործական խմբով, որ այսօր ներկայացնում ենք բոլորին, ընդամենը երկուսս, կես կատակ, կես լուրջ մեզ անվանում ենք ջոգատ, իսկ արվեստի մեջ ինձ թվում է այսօր հայ մշակույթի մեջ այս տեսակ ջոգատները պետք է ավելի շատ լինեն։ Եթե ժամանակն էր, երբ տղեկը զենքով կանգնեցին մեր երկիր նայրի մասունք սահմանները պահպանելու համար, այսօր առավել քան երբևէ մենք պետք է վար չդնենք մեր զենքերը, մեր մշակութային մասունքները պահպանելու, քանի որ դրանցով ենք սնում մեր երեխաներին, դրանցով ենք նրանց հայակերտում
եւ դա է այն զնդանը, որի վրա հայն է կռվում, հայն է կռում իր տեսակն ու իր որակը եւ յուրաքանչյուր մշակութային գործիչ սկսած մեր ազգագրական, ժողովրդական, աշուղական, մեր դասական երաժշտությամբ, մեր ժամանակակից երաժշտությամբ յուրաքանչյուր մշակույթի յուրաքանչյուր բնագավառ այսօր գրողն ու տանողն ու պահպանողն է ազգային գաղափարների, այդպես պետք է լինի, բայց նաև ցավոք օրվա մեջ խնդիրներ կան, որ լինում են շեղումներ դյութված արևելքից եւ արևմուտքից կամ հյուսիսից կամ հարավից, ոնց ուզում ենք շարժվենք, միևնույն է, մենք գիտենք մեր տեսակը, մեր համը, մեր որակը եւ դրա համար մեր ստեղծագործական գաղափարակից ընկերներով մենք մեզ անվանում ենք ջոկատ։ Փառք ու պատիվ ձեզ, ուրեմն շնորհակալ եմ, որ կաք։ Քանի անձից է ձեր ջոկատը բաղկացած, մոտավորապես։ Չեմ կարող ասել։ Տենց մեզ շատ եք։ Շատանում ենք։ Շատանում եք։ Այո, եւ յուրաքանչյուր գործն է անում։ Յուրաքանչյուր անգամ այն մի երեխան, որ կարող է իր մեկ քաղցր խոսքով կամ մեկ բարի ժպիտով կամ հայրենաշունչ մի գեղեցիկ խոսքով ասել, դա արդեն դառնում է մեզ համար մեր սիրելի։ Ջոկատի մասնիկը։ Հա, այսպես պետք է լինի։ Մշակույթի մեջ էլ մենք պետք է կարողանանք պահպանել մեր արժեհամակարգը։ Այսպեսի մի տարածված խոսք կա։ Այն որ նշանի հետ ենք խոսում սրա մասին, ասում են, երբ որ որոտում են հրանոթները, մուսաները լռում են։ Գտեք պատմության մեջ մի ժամանակահատված, երբ Հայաստանում որոտացել են հրանոթները, իսկ մուսաները լռել են։ Այդպիսի բան չկա։ Մեր մուսաները իրենց համազարկը խառնել են հրանոթի, մոսիների ու թրերի համազարկին ու գովերքելով ռազմակոչ են կանչել ու տարել են ժողովրդին դեպի պայքար, դեպի պատերազմ։ Ինձ թվում է շատ ոգևորված եմ, բայց այս երգի մասին պետք է հիշատակեմ։ Բազմաթիվ այս երգերի մեջ երևի տարբեր ազգերի երգերը, որ փորձենք ման գալ նայել, համենայն դեպս ինձ չի հանդիպել է շրջանում երգ, երբ որ գովերքվի հարսի ռազմական որակն ու տեսակը, կարմիր էին հագել այդ քո հարսները, սև շոր էին կապել իրենց գլխները, պատրոն դաշներ եղել նրանց պոսպանտը, ապարանցների, Բաշապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի պատերազմների հիշում ենք։ Այս տեսակ նկարագրել կնոջ կերպարը, որովհետև մեր կանայք անգամ եղել են առյուծածին մայրեր ու նրանց գովերքն էլ շատ տեղին է։ Եվ մեր զինվորների քայլերքներն էլ, որ այսօր հնչում են, դրանք զորավոր արժեք են ու հենց այդ երգերի մեջ ենք մենք ամբողջացրել եւ մեր պատմությունը, եւ մեր հոգեվոր դավանանքի դիրքորոշումը տեղն ու որակը, եւ մեր մշակույթի պատկերը ու հանունես արժեքների գիտենք ինչի համար ենք գնացել առաջ ու եթե մահն անգամ իր դեմքը բացել է, ժպտացել ենք այդ դեմքին։ Դե ասեք, հիմա ես ինչ խոսամ այսքանից։ Հիմա նշանը թող պատմի։ Նշանը ցանկանայի հարցնել, հենց երկի մասն էր ուզում խոսել, որովհետև երբ որ ես տեսա հոլովակը, մինչև տեսնել ինձ միշտ հետաքրքրում էր, ինչ երգ կարող է լինել, ինչ խոսք կարող է լինել, որ ձուլի կադրերի հետ, որովհետև հենց տեսահոլովակը դիտելուն պես ես միանգամից փշաքաղվել եմ, ասեմ, որ շատ շնորհակալ եմ ձեզ, շատ ապրեք, շատ լավն է մենք հեռուստադիտողին րոպեներած կներկայացնենք։ Պետք է լինես ամենակիչը այդ ոգով, որ կարողանաս երգել, ոչ միայն ստեղծագործել, չէ՞, իմ կարծիքով ինձ հետ համաձայն կլինեք։ Այն ովքեր որ ասում են, մենք ժողովրդական երգ ենք երգում, հայրենասիրական, ես շատ քչերի մեջ եմ այդ ոգին տեսնում։ Շնորհակալ եմ քեզ լավ կատարման համար։ Իսկ երգը ինչպես ծնվեց։ Ոգին է ծնե երգը։ Հաստատ ես հարցրեցի, ես պատասխանեցի։ Ոգին է ծնե երգը, իրոք ոգին է ծնե։ Ես երգ առաջին ով է լսել, Արսեն։ խնդրեմ նշանը թող պատմի, մի դիպված կա, որ այդ դիպվածը ահագին ազդեցություն է ունեցել եւ երգի ձևավորման եւ մասնավորապես նաեւ տեսահոլովակի ձևավորման հետ։ Իմ մեջ շատ տպավորեց, երեք եմ պատմել Արսենին։ Ահա, լսում եմ։ Գրետա մայրիկը ինձ պատմեց մի օր հեռուստատեսությամբ առաջի անգամ սպարապետը լսում է, որ հայ ազգին Հայաստանին անվանում են ագրեսոր պետություն։ Մենք այնքան հպարտություն ապրում, այնքան խինդ է, ուրախություն է ապրում, զորություն է գալի իր մեջ։ Ասում է, մեր ջան, լսում ես ինչ են ասում, մենք ուժեղ ենք։ Առաջին անգամ խեղճ հայ կերպարից պատմության մեջ առաջին անգամ ուժեղի կերպարում ենք, ուժեղի դերում ենք, ուժեղին են ագրեսոր ասում։
Որտի շատ մեծ տպավորված եմ, շատ մեծ ազդեցություն ա տվել։ Շատ լավ, իսկ տեսահոլովակի նկարմանը ովքեր աջակցեցին, կան հատուկ մարդիկ։ Խնդրեմ, ասեք։ Թիմը մեծ է, շատ մեծ է թիմը։ Ռեժիսորը Արմեն Միրզոյանն է։ Հատուկ շնորհակալություն։ Այո։ Իդեպ Կադրերը ես հասկացա արխիվային ԵԿՄ-վարչությունը տրամադրել։ Երաժշտությունը Սահակ Ավետյանինն է։ Լավ։ Երկիչ իմ սիրելի ընկեր, հատուկ շնորհակալություն Սահակ Ավետյանին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր մեր նման են մտածել, մեր կողքին են եղել։ Իսկականից ես կասեմ, ով մեր նման է մտածում, մեր հետ է։ Շատ լավ, իմ կարծիքով ջոկատը աշխատել է իսկապես։ Եվ շնորհակալություն պետք է հայտնենք նաև Զորամասին։ Զորամասին անպայման։ Բոլոր զինվորներին։ Եվ ես հասկացա, որ կադրեր կա նաև թանգարանում Սպարապետի նկարանված։ Շատ լավ, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Ես գիտեմ հիմա հեռուստադիտողն ասում է Դինա հերիք է լռիր եւ տեսահոլովակը ներկայացրու, այնպես որ օրը ցերեկով ծրագրի շրջանակներում մեր Սպարապետի նվիրված հատուկ տեսահոլովակ վայելեք։ Տեսահոլովակը դիտելը թույլ տվեք Սրանջան միասին դիմենք մեր հեռուստադիտողներին։ Հաղթանակած երկրի, հաղթանակած ժողովրդին, նաև Սպարապետի ընկերներին, մարտական ընկերներին, զինվորներին, ընտանիքի անդամներին բոլորին դիմենք, ու եկեք բոլորս միաբերան, հենց այս պահին, մեր մեջ թեպուզ բարձրաձայն, միասին ասենք, Սպարապետ, ծնունդդ շնորհավոր։ Այո, ծնունդդ շնորհավոր Սպարապետ եւ տեսահոլովակը մեր եթերում։ Միասին գնալու ենք կրվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Հուրրա, 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 կագնստելի գունը շողշողա։ Բարձրացու ձեռքերդ և զանոնք գիշերվան կապույտներու կամարին կարկարել և պարազարթե գլուխս առավոտյան աստղերու բույլով մուսացոր, խնկարկեզիս և անմահության տաճարներեն են պարագերդը կարծուր, ծանրադրե և պաշտեսիս, և երբ ժամը հասնի, ողջագիզվե ինձի համար, և պշրե քու հողեղենի ճակատըտ, իմ կոթողիս մարմարներուն թիմաց, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար և աղջանս, հաղթանակ։ Մեր Սպարապետ հայոց հայազգի զավակ, բազուկները տամուր կամքը թաղթական, դու մեր Սպարապետ հայոց հայազգի զավակ, բազուկները տամուր կամքը թաղթական, ստեղծեցիր կազմավորված հանժարի բանակ, հասկը դու տարար մինչև աղթանակ, ստեղծեցիր կազմավորված հանժարի բանակ, հասկը դու տարար մինչև աղթանակ, քաչ նվիրան հայոց միության, հազար փառքես վազգես Սարգսյան, քաչ նվիրան հայոց միության, հազար փառքես վազգես Սարգսյան։
տղաներեն անջատված գլուխներ ջահերու պես կբոցավառվեին իրենց ուսերու վրա բարձրացուցած սուրերու կատարներեն։ Եվ ես այն ատեմ նախաձեռնությամբ ու տարփանքով հողի վրա ծնժադրի իրենց հերոսի քայլերուն հետքերը երկյուղածորեն համբուրեցի։ Դե ինչ օրը ցերեկով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, երգում էր Նշան Հայրապետյանը, որ մեզ մոտ տաղավարում է, եւ նաեւ նրան ուղեկցում է Արսեն Ղազարյանը, ներկայացնելու արդեն կարիք չկա, եւ ես խոստանում եմ ձեզ, որ այս տեսահոլովակը բազմիցս կարող եք վայելել, որովհետեւ հենց մեր սերնդին, նոր սերնդին ոգևորող տեսահոլովակ եւ Փառք Աստծո այնքանով ավելի լավն է, որ մինչեւ հիմա երևի ինչքան տեսահոլովակը դիտել ենք, մի քիչ շատ կորուստ է իր մեջ, ճակերտավոր ասած ներշնչել, ավելի շատ կադրեր էին ցավոտ, տվյալ պահին իսկապես իմ խոսքը արդեն ճիշտ էր, որ նա չի մահացել, նա կմեռնի այն ժամանակ, երբ որ ես եւ դու եւ մենք չհիշենք նրա մասին։ Շնորհակալ եմ ձեզ, բայց մինչ բուն թեմային անցնել, Արսեն ջան, ես ուզում եմ նախ տվյալ պահին նաեւ փառք ու պատիվ տամ մեր հերոսածին մայրերին, հանձինս Գրետա մայրիկին։ Ես այսօր մեր տան անկյունում ունեմ պատվավոր անկյուն, որտեղ պահպանվում են շատ թանկ նվերներ, որ ստացել եմ ԵԿՄ վարչությունից, ստացել եմ Գրետա մայրիկից արծիվներ, թե ոսկե, թե արծաթե, ունեմ պարգևատրում, նաև Վազգեն Սարգսյանի, եւ եթե մի քիչ հիասթափություն եմ ապրում կյանքում, ուղղակի մի քանի վայրկյանով շրջանցում եմ այդ անկյունում, ոգևորվում եմ, որովհետև հենց հանուն հայրենիքի հաղորդաշարը այսօր ինձ դարձրեց այսպիսին։ Ես որպես հեռուստահաղորդավար պարզ է գրեթե բոլորին ծնվել եմ հենց հանուն հայրենիքի հաղորդաշարով, հանձինս ԵԿՄ վարչության հարգանքներս փառք ու պատիվ ձեզ եւ առավել եւս տվյալ պայն նաեւ փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ում դիները հանգչում են Եռաբլուրում եւ փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, ովքեր որ միջև վերջ հավատարի մնացին բարով արժանանամ տակ գնդակի համբույրի նշանաբանին։ Իսկ հիմա անցնենք տեսահոլովակին։ Շնորհակալ եմ ձեզ, շատ լավն էր։ Խոսքեր չեմ կարող գտնել, որովհետև յուրաքանչյուրով որ նայես տեսահոլովակը կհասկանա, որ այսօրվա տեսահոլովակ է։ Ինչ որ մի բան ասող, չեմ սիրում այդ բառը անգլերենով ասել, բայց դարձել է կարծես թե ինտերնացիոնալ մեսեջ թող ասող տեսահոլովակ է։ Ուղերձ։ Այո, ուղերձ։ Եվ մի քանի խոսքով խնդրում եմ դուք ինքներդ մեկնաբանեք տեսահոլովակ, Արսեն ջան։ Ինչ կարող եք ասել։ Ապա դա է, որ մենք նայելուց հետո sense ոգևորվենք։ Նորից ոգևորիչ է լինի, փոխանցվի նոր սերունդին, որ մենք իրավունք չունենք գլուխ կախելու, մենք հպարտ ենք, մենք արժանի զինվորն ենք, արժանի հետնորդն ենք, երկի մեջ շեշտել եմ, արժանի հետնորդ ենք Սպարապետի։ Ես մի խնդրանք ունեմ, կխնդրեի, որպեսզի տեսահոլովակի ավարտը լիներ լույսով, դա հնարավոր է փոխել։ Լույսը
Ինչու, որովհետև մտնեց մի տեսակ։ Այնտեղ խոսքեր կան, սպարապետի խոսքերն են, մտքերը շատ զորավոր, երևի որպեսզի ավելի ընդգծվեր այդ տարբերակներն, բայց հնարավոր է լուծումներ հնարավոր է գտնել, ինչու՞ չէ։ Սուղ ժամանակներում անդամենը Ինձ թվում է, որ ուզենակ դա կանեք։ Դե բնական է, ես հենց որ տեսահոլովակը դիտեցի, արդեն ասմունքի հետ խրող ձայնից հասկացա, որ Արսենը թողել էր իր գործը տեսահոլովակում, ասինքն այնց հետաքրքիր է, ոնց ես կարդացել։ Չգիտեմ։ Որովհետև քեզ տանում է մեկ-մեկ ասմունքելուց, մանավանդ տղաների մասին։ Սահակն է մեղավոր զինվորների մեր գաղափարի համար, այն ինչ որ վերաբերվում է գաղափարի, այստեղ չես անկեղծ ասած, գիտեք, գաղափարը անընդհատ քո հետ է, եթե դու գաղափարի կրողն ես։ Եվ եթե դու գաղափարի կրողն ես, դրա մեջ ամեն օր թրծվում ես, ապրում ես օրվա 24 ժամը, քո կյանքի իրականությունը, կենցաղը, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր ճանապարհ, յուրաքանչյուր սալակներ մտքի անցնում են գաղափարների միջով, եւ ինչ որ բան հետևանքի թողում, ինչ որ բան մնում է, երբ Սահակի հետ խոսում ենք եւ հետո արդեն նշանետել հանդիպեցինք, ասեց նպատակը որն է, ցանկությունը որն է, որ ձոնը սպառապետին ուղղված մի երկեղեցիկ զորավոր քայլեր, նախ մինչև խոսքս կշարունակեմ մեկ փոքրիկ շեղում եմ ուզում անել, նախ առանձնահատուկ իմ հիացմունքն ու սերն եմ ուզում արտահայտել մինչ այս գոյություն ունեցող այն չքնաղ երգերի հանդեպ, որոնք կան այսօր մեր իրականության մեջ, ձոն Սպառապետին, ձոն Վազգեն Սարգսյանին, մեր շուրթերին են, չենք մոռանում այդ երգերը, ամեն մի բառը, ամեն մի տառը, որ եւ Ալա Լևոնյանը ներկայացրեց Սպառապետին եւ Շուշան Պետրոսյանի կատարամբ այդ երգերը, բայց այդ երգերի մեջ մենք ունենք կորուստի դառը կսկիցը։ Համաձայն եմ։ Կորցնել Սպառապետ դա մեծ ողբ է, մեծ ցավ է եւ Սահակը ընկերներից մեկը շատ հրաշալի մի բան ասեց, ես վերջերս խոսում ենք, Իրանի թե արժանար թշնամու գնդակին, պատերազմի դաշտում։ Շնորհակալություն մեր դերասաններին, մեր արտիստներին, որոնք այդ երգերը տվեցին մեր իրականությանը, իսկ մեր այս երգը լցված է զորավոր քայլերքային տրամադրությամբ եւ համոզված եմ շատ զորամասերում նշանը այս տրամադրությամբ այս ցանկություններ, որ զորամասերում դառնան քայլեր։ Նպատակը դա էր։ Ես համաձայն եմ։ Իսկ երբ խոսքը գնաց արդեն երգի պատրաստման ընթացքում թե ինչ տեսակի պետք է լինի երգը, անկախ ամեն ինչից մտքիս եկան Սիամանթոյի այդ զորավոր տողերը, որտեղ հայի տեսակն ու որակն է։ Հայի տեսակը, որակը տեզերքի մեջ, դա սատեզերական հայի կերպարն է, որ իջել է երկրի վրա իր ապրած կյանքի ամեն մի քայլի ու ակնթարթի մեջ իր հերոսացման խնդիրն է տանում, բայց ոչ որպես ավերող չար ավազակներ ծնող բանակ, այլ սեփական արժեքները պահպանող ու հանուն սեփական մասունքների խնկարկվելու պատրաստ, զոհ դառնալու պատրաստ զինվորի եւ հայորդու նման։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայորդի, եթե անմնացորդ կերպով ի ծնե մանկապարտեզից սկսած դաստիարակվի ճանաչողությամբ սեփական արժեքային համակարգի, լինի իր մշակույթի մեջ, իր պատմության, իր տնտեսության, իր հող ու ջրի, իր հայրենիքի եւ ընդամենը սա ճանաչելով մեծանա իր ֆիլմերի, իր թատրոնների, իր օպերային արժեքների, որ մեկն ասի իր ազգային երգերի եւ ոչ միայն ազգային, իր դասական, մի խոսքով այս արժեքները ճանաչելով իր գիտնականների ձեռքբերումների, սպորտային հաղթանակների, այս ամեն ինչը ճանաչելով, եթե մեծանա հայորդին ու Աստված մի արածցե, եթե ժամանակ հասավ, տեղ հասավ, որ տեսնում է թշնամին ոտն ձգվում է այս արժեքների հանդեպ, առանց մտածելու կկանգնի այս արժեքները պահպանելու եւ իր կյանքն էլ կտա։ Ցավոք այսօր հերոստաեթեր ասելով մենք ունենք այս խնդիրը։ Լիարժեք կերպով չի ներկայացում եւ չի դասավանդվում սերնդին իր արժեքային համակարգը։ Թունավորում ենք մենք մեր երեխաներին, պետք է ասեմ այս միտքը։ Նարու տոներով ու վինքսերով ծնողներ կոչ եմ անում, թույլ մի տվեք երեխաները դրանք նայեն, դրանք հակագեղագիտական մուլտեր են, դա չի կարելի, մենք փչացնում ենք մեր երեխաների
էսթետիկ տեսողական ընկալումները եւ մի անդրադարձ դիմում եմ եւ կոչ եմ անում բոլորանց, ովքեր հնարավորություն ունեն համացանցով ֆիլմեր նայելու։ Վերջերս ես հաճելի կերպով զարմացած էի, որովհետեւ հնարավորություն եղավ դիտել ֆիլմ, որ նկարվել է Ֆրանսիայում, հայ ռեժիսորի կողմից, ներողություն անունը չեմ հիշում ռեժիսորի, բայց ֆիլմը որ նայենք իմանանք, ներողություն եմ խնդրում, գլխավոր դերում նկարվել է դարձյալ Սիմոն Աբգարյանը եւ ֆիլմը պատմում է երկրորդ աշխարհամարտի ժամանակ օկուպացված Փարիզում Միսակ Մանուշյանի ապստամբ ջոկատի մասին, նրա ամբողջ գործունեության մասին եւ ֆրանսիական կինեմատոգրաֆը եւ հայ դերասաններն ու ինչպես են աշխատել այդ ֆիլմի ստեղծման համար։ Ինչու այսօր այդ ֆիլմը չի ցուցադրվում, չի թարգմանվում, չի պրոպագանդվում։ Իսկ դրա փոխարեն տարօրինակերպով քարոզ արշավ է տարվում շատ կասկածելի ծագում ունեցող ինչ-որ արտույտների ագարակի մասին, որ շատ ներողություն ինձ թվում է դա ինչ-որ մի հիվանդ կնոջ երևակայությունների հետևանք է։ Երբ որ ֆիլմը վեր ես լուծում մանրամասը, այնտեղ հայ ազգի հանդեպ ոչ մի դրական ելևէջ ես չեմ տեսնում։ Սա գուցե սուբյեկտիվ արվեստագետի կարծիք է, բայց ես սա պարտավոր եմ ասել, արտույտների ագարակներով երեխաներ չենք դաստիարակելու։ Երբ ֆիլմը սկսում է թուրք զինվորների նայելով իրենց զոհվածների դիակներին երգում են ու դարձյալ վերջանում է դատարանում այդուն իրանց հերոսական երգը երգելով։ Եկեք նայենք այդ ֆիլմը, հա իդեպ ֆիլմի վերնագիրը ասեմ, կոչվում է ինչպես ժամանակին, հա, այդ թվի Փարիզի կառավարությունը որակավորեց Միսակ Մանուշյանի ջոկատը, անվանելով դա հանցագործների բանակ։ Այդպես էլ կոչվում է ֆիլմը։ Ռուսերեն ասեմ, որովհետև համացանցում գուցե այդպես կգտնենք ֆիլմը, ցավոք հայերեն թարգմանված չի, այսքան Այո։ տարօրինակ ֆիլմեր ու տարօրինակ երևույթների մեջ կոչվում է Արմիա Պրիստուպնիկով, խնդրում եմ փնտրեք, գտեք եւ գերագույն զորավոր հաճույք կստանաք եւ ինչպես է Միսակ Մանուշյանը բարձրացնում հայկական ցեղասպանության հարցն ու խնդիրը ֆաշիզմի ֆոնի վրա։ Եվ սա շատ կարևոր է։ Շատ լավ, ես ուզում եմ հասկանալ հեռուստադիտողը մեզ սպասել է, թե ոչ կարող ենք զրուցել, որովհետև այո, ձեր թույլտվությամբ շփվենք հեռուստադիտողի հետ։ Ալո, բարև ձեզ, դուք եթերում եք։ Ալո։ Լավ, եւս մեկ անգամ փորձեք, ներողություն եմ խնդրում երկար սպասել, քանի որ մեր ժամանակը շատ սուղ է։ Ես պետք է շփվեմ նաեւ իմ հյուրերի հետ, բայց արդեն րոպե չունեմ, ուզում եմ նաեւ ծրագրի ավարտին էլ եւս մեկ անգամ վայելենք այս տեսահոլովակը, բայց ավարտին էլ ուզում եմ ամփոփում ունենանք ծրագրի, բացի այն փառք ու պատիվներից եւ շնորհակալական խոսքերից, ես ուզում եմ, որպեսզի ինձ հետ կհամաձայնես իր խոսքով, չգիտեմ, ասմունքով, ինչպես ուզում ես ամփոփիր թեման։ Նշանը թվում։ Ես ուզում եմ Արսեն Ղազարյանը որպես ասմունքով տվյալ բան ասմունքով։ Նախ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեզ մեզ հրավիրելու համար, որ այսօր անդրադարձակ այս թեմային։ Իդեպ, եթե զգացիք, ցանկանում ընդգծել, որ քաղաքական ոչ մի ելևէջ չկա տեսահոլովակի մեջ եւ գաղափարական ասելիքի մեջ։ Ինչպես նշանն է ասում երգի մեջ կերպարը, խնդրեմ բառերը դու հուշես միասնականության քաչ նվիրյալ հայոց միության այս արժեքն է ամենակարևորը եւ այսօր եթե պարզ խոսանք Դիանա ջան երրաբլուր երբ այցելում ես այնտեղ դրոշակներ կուսակցական չկան տնկված այնտեղ սրբացած մի գաղափար է ազգ հայրենիք ցեղ եւ դավանանք տեսակ սա է Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև նշանին ընկերոջս, Սահակին, ռեժիսորին, որ աջակցեցին բոլորին, նշան ջան, շնորհակալություն ես երկը մեզ պարգևելու համար եւ որպես վերջաբան Վահան Տերյանից, բոլորիս երկն, այո, Վահան Տերյանից մի բանաստեղծություն դարձյալ իր ոգով, իդեպ Տերյանին ասելով մենք անմիջապես հասկանում ենք աշուն, թախից, բայց այդպես էլ չէ, շատ հզոր կերպար է եղել եւ հայրենիքից կարոտոտ արափերում պայքարելով հանուն հայ ազգի բարօրության նա էլ իր գլուխը դրեց եւ ինչ խոսքեր ունի ոչ ծաղրացու զվարճաբեր ոչ խոսքերի վարժվարպետ կոչված ես դու կամքով վերին որպես պայծառ միասպետ խոսքը հուզմունքից մի քիչ խառնվեցի նորից կա ոչ ծաղրացու զվարճաբեր ոչ խոսքերի վարժվարպետ կոչված ես դու կամքով վերին որպես պայծառ միասպետ Դու մարգարե պիտ լինես, խաչակիր և մարտիրոս, խարույկ ու խաչ պիտ ելնես ոչ իբրև ստրուկ, այլ հերոս,
խոսքդ պիտի լինի դաշույն, սիրտդ կրակ ահավոր, պիտի լինես հեզ որպես որբ եւ վեհանձն որպես թագավոր, պիտի բանաս սիրտդ բորբոք ամեն սրտի դեմ, պիտի լինես միշտ հրահրուն եւ միշտ լուսեղեն, եւ սնոտի դարերի մեջ պիտի վառվես որպես ջահ, որպես բարիք ընդունես միշտ, թե տանջանք, թե մահ, սպառապետ ծննդդ շնորհավոր։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, իսկ ես ուզում եմ ավարտին եւս մեկ նախադասություն ասել։ Խոսքս հիշեք, այս երկիրն թափ է տալու, ոտքի է կանգնելու ու ինչ ուրիշները 100 տարում փորձել են անել, մենք մի քանի տասնամյակում կանենք։ Ինձ միայն ժամանակ է պետք։ Իսկ Վազգեն Սարգսյանի խոսքերով ավարտելով ասեմ, որ նա մեզ թողել է տասնյակ տարիների ժառանգություն։ Ուղղակի պետք է տեր կանգնենք այդ ժառանգությանը։ Ես, դուք, մենք բոլորս եւ սերնդեսերունդ փոխանցենք։ Ես հպարտ եմ, որ Վազգեն Սարգսյանի ժամանակակիցն եմ։ Փառք ու պատիվ մեր սպարապետին։ Ծնունդը շնորհավոր Վազգեն Սարգսյան։ Հուրրա, 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 միասին գնալու ենք կրվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Հուրրա, 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 կագնստենի գունը շողշողա։ Բարձրացու ձեռքերդ և զանոնք գիշերվան կապույտներու կամարին կարկա և պարազարթե գլուխս առավոտյան աստղերու բույլով մուսածոր խնկար եզիս և անմահության տաճարներեն են պարագերտը կարուցուր ծրճագրե և պաշտեզիս և երբ ժամը հասնի ողջակիզվե ինձի համար և հշրե քու հողեղենի ճակատըտ իմ կոթողիս մարմարներուն թիմաց, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար և աղջանս